Բիշքեքում ՀԱՊԿ անդամ երկրների դրոշների շարքում նաև Հայաստանի եռագույնն է։ ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր ղեկավարները ներկա են։ Երևանն այս անգամ էլ չի մասնակցում նիստին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է հայտարարում. Հայաստանը սառեցրել է կազմակերպությանն իր մասնակցությունը։ Մենք նրանց տեղեկացնում ենք բոլոր այն նյութերի եւ փաստաթղթերի մասին, որոնք քննարկվում եւ ընդունվում են քարտուղարության մակարդակով։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում սահմանափակ ձևաչափով այդ փաստաթղթերի ընդունմանը։ Հայաստանն ըստ քաղաքագետների մանևրում է։ Իշխանությունները ՀԱՊԿ տարբեր նիստերին չմասնակցելը դարձրել են իրենց համար ներքաղաքական խաղաթուղթ եւ արևմուտքին էլ փորձում են ցույց տալ, թե անկախ են Մոսկվայից։ Սակայն միևնույն ժամանակ պաշտոնական Երևանը դեռ չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Եթե այս ամենը ուղղված է անկախությանը եւ Հայաստանի անկախությանը վնաս չի տալիս, ինչու չեն լքում կազմակերպությունը լիովին։ Եթե այդ ամենը ի վերջո անվտանգությանը վնաս է տալիս, ինչու են իրականացնում այդ քաղաքականությունը։ Եվ եթե իրականում այս քաղաքականությունը բերում են իրեն, որ Հայաստանի կախվածությունը Մոսկվայից նվազում է, բայց որ կողմերից է նա ավելանում։ Մի կողմից իրենք ցույց են տալի արևմուտքին, որ իրենք այլևս ՀԱՊԿ-ի անդամ չեն, որովհետև հիշում եք, որ ըստ իրենց բացատրությունների արևմուտքում իրենց այդ հարցը տալիս են եւ խիստ դնում են այդ տարբերությունը, կամ դուք ՀԱՊԿ-ի անդամ եք եւ մենք ձեզ հետ չենք համագործակցելու, կամ դուք ՀԱՊԿ-ի անդամ չեք։ Քաղաքականության իմաստն է, որ չի խզվում հարաբերությունները կողմերից ոչ մեկի հետ։ Մենք որ Հայաստանը փորձում է ինչ-որ ուրիշ մոդել էլի անվտանգային գտնի, բայց ինչքանով ինքը էֆեկտիվ է մեծացել։ Մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունները չեն մոռացել 2022-ին ադրբեջանական ագրեսիան։ Հայաստանից տարածքներ օկուպացվեցին։ Ըստ քաղաքագետների Հայաստանի ՀԱՊԿ-ին մեկնած ձեռքը անպատասխան մնաց։ Ըստ քաղաքագետ Իգիթյանի Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, հասկանալով, որ Ռուսաստանն է ապահովում իր անվտանգությունը։ Եվ ապագայում դա շատ ավելի մեծ դեր կարա ունենա Ռուսաստանի համար, որևէ մի երկրի ՀԱՊԿ-ից դուրս գալը դա շատ վատ նախադեպ է եւ ի վերջո Ռուսաստանը ինչ որ ձևաչափով պատասխան է տալու եւ կառավարությունը չեն ուզում առնչվեն այդ պատասխանի հետ։ Պուտինն առաջարկեց լայնածավալ ծրագիր սկսել ՀԱՊԿ ուժերը վերազինել ռուսական զենքով։ доказавшими свою эффективность. Դրանք ապացուցել են իրենց արդյունավետությունը իրական ռազմական գործողություններում։ Հիմա մենք տեսնում ենք, որ հիմնականում կշիռը տեսակարար ավելի շուտ ուղղված է դեպի արևմուտքից գնումների սպառազինությանը։ Հիմա եթե լինի ցանկություն հայկական կողմից ու ֆինանսական հնարավորությունները այդ ամենը չհիմնավորված լինի, ես կարծում եմ դա բանակցելու հարց է, այսինքն ինչ որ լուծումներ կարելի է գտնել։ Վերջապես Հայաստանը տեսականորեն կարա երկկողմանի շրջանակներում էլ Ռուսաստանի հետ դա ամեն ինչը իրականացնի, բայց հնարավոր ես չեմ կարծում որ դա լինի, որտեղ էլ ասում եմ, այստեղ ավելի շուտ հայկական կողմը առանձնապես ցանկություն չունի, էլի այդ ուղղությունը զարգացնել Ռուսաստանի հետ։ ՀԱՊԿ-ը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստեղծված ակտիվ միջպետական երկխոսությունը։ ՀԱՊԿ-ը կողմ է համապարփակ կարգավորմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը։ ՀԱՊԿ-ում նաեւ հույս ունեն, որ առաջիկայում հայկական կողմը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։